Լիլիա Հարությունյանն եմ, Հայաքվե խորհրդի անդամ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, մանկավարժ եմ, այո, եղել եմ 20 տարի դպրոցի տնօրեն և ուզում եմ ասել, որ խոսք չեմ գտնում իմ վրդովմունքը արտահայտելու, այս երեխաներին դարձնելու քաղաքական հաշվեհարդարի առարկա, սա ուղղակի ճղճիմություն է, մանրախնդրություն է և երեխայի հուզական պոռթկումը դարձնել մի մեծ պատմություն, դա ուղղակի, այո, ես շատ հուզված եմ, զորով եմ արցունքներս պահում, որովհետև այդ օրվանից, երբ ես տեսա այդ իրադարձությունը, ես ուղղակի իմ տեղը չեմ գտնում և որպես մանկավարժ ուզում եմ ուղղակի ասել, որ սա ճղճիմություն է, մանրախնդրություն է և մեր ազգին ոչ արժանի արարք է այս երեխային այսպես դաժանաբար պատժել միայն հուզական պոռթկման համար։ Միգուցե վախի համար է։ Սա ուղղակի թշնամին կարող էր նման բան անել և ես ասում եմ, սա թուրքի ձեռագիր է։ Նիկոլ, դու թուրք ես, չնայած դու դրանից չես նեղվում, բայց մենք նեղվում ենք, որ մեր վարչապետը այսօր մեր թշնամուն հարիր արարք է թույլ տալիս։ Եթե չեմ սխալվում, դուք էլ դպրոցի տնօրենի պարտականություններից հեռացել եք քաղաքական միջադեպի պատճառով, ճիշտ է։ Որ դպրոցի տնօրենն եք եղել։ Ես Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենն եմ եղել և ճիշտն ասած 18 թվականին ամոթս ինձ, այսօր ես դրա համար շատ ամաչում եմ, ողջունել եմ այդպես կոչված հեղափոխությունը, բայց հենց առաջին քայլերից տեսնելով հակահայկական, ապիկար իշխանության գործունեությունը, ես սկսել եմ բարձրաձայնել իմ կարծիքը, կարծելով, որ եկել է արդար ժողովրդավար ղեկավարություն, իշխանություն և մեր ձայնը պիտի լսելի լինի, որպեսզի մենք կառուցենք ուժեղ և արդար հասարակություն, ազգային երկիր, բայց տեսնելով, որ ինչ է կատարվում, ես խոսում էի, չէի վախենում և հիմա էլ չեմ վախենում իմ կարծիքը արտահայտել։ Դրա համար, երբ իմ պաշտոնավարման ժամկետը լռանալու էր, իմ դեմ հարուցվեց քրեական գործ Շինծու և այդ քրեական գործը դարձավ պատճառ, որպեսզի այլևս ինձ չթողնեն ես վերընտրվեմ։ Այսքան։ Այսինքն ձեզնից ազատվելու համար քրեական գործը հարուցեցին, որպեսզի չկարողանաք մասնակցել հավասարի մյուս թեկնածուներին։ Այո, ես մասնակցում էի, բայց մեր այն ժամանակվա մարզպետ Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բաց հայտարարում էր, նաև լրատվամիջոցներին էր ասում, որ այն տնօրենը, որի վրա կա հարուցված քրեական գործ, մենք թույլ չենք տա, որ վերընտրվի։ Բայց հարուցված քրեական գործը անմեղության կանխավարկած։ Դա իրանց չէր հետաքրքրում, ես էլ էի ասում, կա անմեղության կանխավարկած, եթե հանկարծ ապացուցվի, ես գիտեի, որ ես անմեղ եմ, որ ես մեղավոր եմ, ես ինքս ինքնակամ կգնամ, կամ ինձ կձերբակալեն, կամ կպատժեն։ Թույլ տվեք ես իմ գործունեությունը շարունակեմ, որովհետև ես շատ էի սիրում իմ աշխատանքը, մինչև այսօր սիրում եմ, ես վատ տնօրեն չեմ եղել, մեր դպրոցը բավականին մեծ վարկանիշ ուներ Ստեփանավանում և ես ցավում էի, անչափ նվիրված էի իմ դպրոցին և ցավում էի, որ այն, ինչ ես ստեղծել եմ և պահել եմ այն ավանդույթները, որ կային դպրոցում, պիտի զրոյանան և այդպես էլ եղավ։ Լավ, հիմա Դավիթի նկատմամբ կատարվող երևույթը, այսինքն մենք մասնավոր դեպքից նայենք ընդհանուր իրավիճակին, այսպիսի դաժանաբար երեխայդ վարվել է, ի վերջո Փաշինյանը եթե այդպես ցավացել էր, վախեցել էր, վիրավորվել էր,
Նա կարող էր իր որդու տարիքի երեխային կամ իր զավակի տարիքի երեխային ուղղակի կանչել իր մոտ, կամ ինչպես ինքն է սիրում այսպես հրապարակային սեր խոստովանել, ուղղակի փորձել հասկանալ ի վերջո ինչից է ծնվել այդ երեխայի վերաբերմունքը իր հանդեպ։ Կարող էր դա անել, բայց նա չարեց, նրան խորհուրդ չեն տվել հավանաբար նաև այն կին իշխանավորները, ովքեր միացան այդ դաժան պատիժը սահմանելուն։ Հիմա Դավիթի նկատմամբ կատարվողը ձեզ ինչ է հուշում որպես կին, որպես մեր երկրի քաղաքացի եւ որպես դպրոցի աշխատակից։ Ես արդեն նշեցի, որ սա քաղաքական ճղճիմ, մանրախնդիր հաշվեհարդար է երիտասարդ սերնդի նկատմամբ առավելապես, որոնք ավելի այո, հենց այդ երիտասարդությունը, այն դպրոցականները, որ փողոց էին փակում, որ դասադուլ էին անում, որոնց կոչ էր անում այդ նույն Նիկոլը, դուրս գալ փողոցներ, ուսուցիչներին չլսել, մանկավարժներին անտեսել, նույնիսկ դպրոցի դռները ջարդել, դուրս գալ, այդ ամենը ես շատ լավ հիշում եմ, հիմա այդ նույն երեխաների դեմ ինքն է հաշվեհարդար կազմում, որովհետև երևի թե վախենում է։ Այսինքն Դավիթի օրինակով հասարակությունը հուշեց, որ ինձ մոտ չգաք, հա? Այո, հասարակության մեջ վախի մթնոլորտը պարբերաբար, նպատակասլաց, ինքը սերմանում է և ամրապնդում է։ Բայց ապագա է խոսանում և ապագա խոստացող իշխանությունը հենց ինքն է։ Ապագան երկրի երեխաներն են, կարելի է երեխաներն այդքան հեռացնել իրենից։ Բայց որ ապագա։ Մեր տեսլականը ապագայի և իր տեսլականը արդյոք համընկնում է։ Ճիշտ է, ինքը ասում է ապագա, բայց ինքը չի ասում ինչ ապագա։ Միգուցե մեր ապագան ինքը տեսնում է որպես արևմտյան Ադրբեջանի կազմում գոյատևելը։ Դուք մանկավարժ եք, մյուս մանկավարժների կրավորական լռությունը մտածում եք, ճիշտ է։ Ոչ, դա սխալ է, բայց ես հասկանում եմ իրենց, որովհետև ես կրկնեմ, տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ։ Յուրաքանչյուր ուսուցիչ ձայն բարձրացնելու դեպքում կհետապնդվի։ Իսկ ինչպես է գնահատում երեխաների ջանքը, նրանք պաստորեն այսպես լուռ ակցիաներով, պարբերաբար դատախազության մոտ գնալով, բողոքի ակցիաներով փորձում են Դավիթին այսպես նորից բերել եւ իրենց շարքեր վերադարձնել, բայց առայժմ դաժանորեն վերաբերմունքը չի փոխվում։ Որովհետև բազմիցս մեր իշխանությունը ցույց է տվել, որ արհամարում է հասարակության կարծիքը, արհամարում է երիտասարդների կարծիքը, տարեցների կարծիքը և բացարձակ ազդեցություն չունի։ Նա անում է այն, ինչ ուզում է անել։ Այդքան բան։